Ողջույն, ձեզ հետ Աննան է եւ Խոհանոց.am-ի եթերում այսօր պատրաստում ենք կատնախմորուկներ։ Կատնախմորուկը դա բլինչիկն է, ընթացքում ես իհարկե կասեմ բլինչիկ, եւ քանի որ առջևում ամանոր է, շուտով ամանոր է գալիս, իսկ մեր ամանորյա սեղանի ավանդական արդեն դարձած ճաշատեսակներից մեկը դա բլինչիկն է։ Պատրաստում ենք տարբեր միջուկներով ենք պատրաստում, իհարկե հիմնականում պատրաստում ենք տավարի աղացած մսով, բայց միջուկները կարող են լինել տարբեր։ Միջուկները կարող են լինել տարբեր, իսկ բլինչիկի շերտերը, այսինքն բլինչիկի լիստերը, ոնց սովորաբար ասում են մեր հայ տնային տնտեսուհիները, չնայած ես հասկանում եմ, որ լիստ դա հայերեն չէ, բայց այնուամենայնիվ բոլոր հայ տնային տնտեսուհիները ոչ ոք չի ասում կատնախմորուկի շերտ, բոլորն էլ ասում են բլինչիկի լիստ։ Եվ դա այդ լիստը ճիշտ ասած մտքից թելը մի փոքր կտրվեց, բայց ձևակերպեմ այսպես, հա, միտքս, որ խճողակները, լցոնները կարող են լինել տարբեր, իսկ լիստը կարող է լինել մեկ տեսակի։ Հիմա ես ձեզ եմ ներկայացնում այն բաղադրատոմսը, բլինչիկի լիստի այն բաղադրատոմսը, որով ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, երևի մոտ 30 տարի այս բաղադրատոմսով եմ ես պատրաստում այդ լիստերը, օգտվում եմ այս բաղադրատոմսից։ Հիմա շատ արագ ներկայացնեմ բաղադրիչները, հիմնական բաղադրիչները, ավանդական բաղադրիչներ են լիստ պատրաստելու, բլինչիկի լիստ պատրաստելու։ Մեզ հարկավոր է կաթ 1 լիտր, ալյուր կես կիլոգրամ, ձու 5 հատ, շաքարավազ 1 ճաշի գթալ, աղ 1 թեյի գթալ եւ բուսայուղ 5 ճաշի գթալ։ Եվ այսպես սկսում ենք պատրաստել բլինչիկի լիստերի խմորը։ Այս խմորի տեսակը ես միշտ պատրաստում եմ հարիչով։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ պատրաստում էին բլինչիկի խմոր, բլինչիկի լիստերի խմոր, անպայման ձեռքով էին անում, հետո ցանցի օգնությամբ այդ ամեն ինչը մաղում էին, ասեմ որ ավելորդ բարդացնելու կարիք չկա, որովհետև միքսերով շատ լավ է ստացվում խմորը եւ ինչ վերաբերվում է ալյուրի չափին։ Բաղադրիչները ներկայացնելիս ես ասացի, որ օգտագործում եմ կես կիլոգրամ ալյուր, բայց հիմա ասեմ թե ինչով ենք չափում ալյուրը, որպեսզի կատնախմորուկներ, բլինչիկի լիստերը լինեն լավ, ալյուրը շատ չլինի, քիչ չլինի, այսինքն ընթացքում կարիք չլինի ավելացնելու կաթ կամ ալյուր ավելացնելու, ուրեմն, տեսեք, ինձ թվում է բոլորի տաններ կան այսպիսի կես կիլոգրամ տարողության բանկաներ, կես լիտր տարողության բանկաներ, ուրեմն միշտ, երբ որ պատրաստում եք կատնախմորուկներ այս բաղադրատոմսով, որպես կանոն, ալյուրի չափը մեկ այսպիսի բանկա է, ես միշտ այդպես եմ անում եւ շատ լավ են ստացվում, սա որպես ինֆորմացիա, որովհետեւ չստացվի այնպես, որ Աննան ասեց կես կիլոգրամ ալյուր, ճիշտ ասած ես չեմ չափել այդ բանկայով որքան է, կարծում եմ կես կիլոգրամին մոտ պետք է լինի, հիմա արդեն անցնում ենք գործի եւ սկսում ենք պատրաստել կատնախմորուկներ, բլինչիկի լիստերի խմորը։ Հիմա միքսերի տարայի մեջ կոտրում եմ 5 հատ ձուն։ Ձվի վրա ավելացնում եմ ամբողջ ալյուրը, ավելացնում եմ շաքարավազը, իդեպ կարող է զարմանաք, թե բլինչիկի լիստի մեջ ինչ գործ ունի շաքարավազը, ասեմ, որ շաքարավազը նպաստում է նրան, որ բլինչիկի լիստերը ավելի պղպջակներով լինեն, ինչպես ասում են, ծակոտկեն լինեն, եւ բացի այդ քաղցրի եւ աղի այդ խառնուրդը բալանսը շատ համեղ է լինում, երբ որ օգտագործում եք զանազան խճողակներ, զանազան լցոններ եւ բլինչիկի լիստերն են շատ համեղ ստացվում։ Ավելացնում եմ աղը։ Հիմա այստեղ կարևոր բան կա։ Տեսեք, ես ավելացրեցի բոլոր բաղադրիչները եւ միքսերով հարելով, չմոռանանք նաեւ բուսայուղն էլ ավելացնենք 5 ճաշի գթալ։ Վերջ, այսքանը բավական է, եւ հիմա պետք է այս զանգվածի մեջ ավելացնեմ քիչ հարելով ավելացնում եմ կաթը, եւ որպես կանոն ասեմ, այսպես շատ ճիշտ են ստացվում, զանգվածը շատ ճիշտ է ստացվում, բայց
Հակառակը չեք կարող անել, այսինքն չեք կարող կաթը վերցնել, սկսել հարել, մեջը ավելացնել ձուն, որովհետև չգիտեմ, դա խոհարարության կանոն է, որ հակառակ process-ը օգուտ չի բերում, հակառակը վնաս է բերում։ Հիմա միացնում եմ հարիճը, դեռ այսքանը միացնում եմ իրար։ Երբ որ տեսնում եմ, որ զանգվածը արդեն միացել է իրար, սկսում եմ քիչ-քիչ ավելացնել կաթը, տեսեք, մի քիչ ավելացնում եմ և հարում եմ։ Դեռ, տեսեք, գնդիկներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դեռ գնդիկներ կան։ Հիմա կավելացնեմ ամբողջ կաթը, դեռ չեմ ավելացնում խմորի մեջ, մի քիչ էլ կավելացնեմ, ահա։ Հիմա այս զանգվածը կխառնեմ այնքան, որ այդ խմորի գնդիկներն էլ վերանան և կշարունակեմ։ Ընթացքում ստուգում ենք, մի քիչ խառնելուց հետո, հարելուց հետո, այսինքն ես հարեցի երևի 1.5-2 րոպե, ստուգում եմ գդալով, տեսնում եմ, ահա, արդեն կարելի է ասել, որ գնդիկներ չկան, ահա, այսպես, տեսեք, ահա, բայց այնուամենայնիվ, ահա, տեսեք, բայց այնուամենայնիվ 1 րոպե էլ կխառնեմ, կհարեմ, վերջ, էլ խմորի մեջ գնդիկ չկա, չէ, կա, կես րոպե էլ կխառնեմ, այ հիմա վերջ, էլ գնդիկ չկա, հիմա մնացած կաթը լցնում եմ խմորի վրա և արդեն ոչ թե միքսերը, այլ գդալի, փայտե գդալի կամ այսպիսի սիլիկոնե թիակի օգնությամբ սկսում եմ խառնել, վերջ, չեք հավատա, բայց վերջ, արդեն բլինչիկի լիստերի խմորը պատրաստ է, կարող ենք սկսել թխել բլինչիկները, այսինքն լիստերը արդեն կարող ենք թխել, բայց հաշվի առնելով, որ սա խմոր է, իսկ ցանկացած խմոր, որը պատրաստում ենք, մի փոքր ժամանակ պետք է տանք խմորին, որպեսզի հանգստանա։ Այս խմորը ես կթողնեմ մի կողմ մոտ 20 րոպե, որից հետո արդեն կսկսեմ բլինչիկի լիստերը թխել, այսքանը։ Եվ այսպես խմորը արդեն հանգստացավ և արդեն կարող ենք սկսել լիստերը պատրաստել։ Եվ առաջին հերթին ինչն է կարևոր, որ թավան պետք է շատ տաք լինի և պատրաստում ենք, այս պրոցեսին սովորաբար ասում ենք թխում ենք, հիմա ես էլ այդպես կասեմ, թխում ենք սովորականից մի քիչ բարձր կրակի վրա, այսինքն ցածր կրակը պետք է չլինի, բայց բարձր էլ պետք է չլինի, որ միանգամից այրվի։ Եվ հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա կան բազմաթիվ թավաներ, բազմաթիվ ծածկվածք ունեն, որոնք կպչող են, կպչող չեն, ճիշտն ասած, ես միշտ այսպես եմ անում, հիմա կազմեմ կտեսնեք, վերցնում եմ կարտոֆիլ, ամեն դեպքում ես մտածում եմ, որ կարելի է ապահովագրել այս ամեն պատմությունը, այս ամբողջ պատմությունը, և որպեսզի բլինչիկի լիստերը չկպչեն թավային, ես օգտվում եմ շատ հին, տատական, կարելի է ասել, մեթոդից, այսինքն, վերցնում եմ կարտոֆիլ, մաքրած կարտոֆիլ, թաթախում եմ ձեթի մեջ և այս ձեթով պատում եմ թավան, վերջ, և ես սովոր եմ, որ այս պրոցեսը կրկնեմ, ասենք, ամեն 5-րդ բլինչիկի լիստից հետո մեկ անգամ ամեն դեպքում ես ինքս իմ ապահովության համար այսպես թավան պատում եմ։ Հիմա մոտ եմ բերում խմորը և եթե ուշադրություն դարձրեք, իմ սեղանի վրա փռված է սրբիչ։ Հիմա ասեմ ինչու։ Ընթացքում կտեսնենք։ Երբ որ բլինչիկը արդեն պատրաստ թավայի մեջից դուրս եմ բերում, ես միանգամից չեմ դնում ափսեի վրա, դնում եմ սրբիչի վրա, որը հիմա ես փռել եմ սեղանին, որպեսզի այդ գոլոշին դուրս գնա բլինչիկների մեջից և մոտ կես րոպե այդպես թողելուց հետո նոր տեղափոխվեմ ափսեի մեջ, ասեմ թե ինչու եմ այդպես անում, քանի որ մենք պատրաստի բլինչիկները իրար վրա ենք շարում, և որպեսզի ընթացքում բլինչիկները իրար չկպչեն և երբ որ սկսում եք փաթաթել չպատրվեն, դա անում եմ միայն դրա համար։ Հիմա, արդեն խմորը լավ հանգստացել է,
Մեկ անգամ այսպես խառնում եմ, այսպես, որովհետև ամեն դեպքում ծանր բաղադրիչները նստում են հատակին խմորի, խառնում եմ, վերցնում եմ մոտ կես շերեփ խմոր, այսպես, որպեսզի բլինչիկի լիստը շատ հաստ չլինի, շատ խմոր չենք օգտագործում, տեսեք, դնում եմ թավայի կենտրոնում եւ շատ արագ այսպես, շրջում եմ, տարածում եմ խմորը, դնում եմ գազօջախին եւ թխում եմ։ Եվ ինչպես իմանանք, որ բլինչիկի լիստը պատրաստ է, երկու կողմից պետք է տապակենք, երբ իմանանք, երբ է ժամանակ, ոնց իմանանք, երբ է ժամանակը, որ շրջենք այստեղ վրան առաջանում են պղպջակներ, տեսեք, պղպջակները, եւ տեսեք ինչ գեղեցիկ ծակոտկեն են, մեր բլինչիկները, լիստերը ավելի ճիշտ։ Հիմա երբ որ տեսնում ենք արդեն պղպջակները, այսպես զգուշությամբ առանձնացնում ենք, խմորը թավայի պատերից, տեսեք, եւ ես ճիշտն ասած չեմ վախենում այրվելուց, ես միշտ սա ձեռքով եմ անում, այսպես վերցնում եմ, այսպես, տեսեք ինչ գեղեցիկ է, շրջում եմ եւ 20 վայրկյան եփում եմ այս կողմի վրա, 20 վայրկյանից կես րոպե երկրորդ կողմի վրա տապակելուց հետո այսպես վերցնում եմ եւ դնում եմ սրբիչի վրա, միանգամից սկսում եմ թխել հաջորդը նույն եղանակով, թավան դնում եմ գազօջախի վրա եւ նույն եղանակով պատրաստում եմ բոլոր բլինչիկները, տեսեք եւ ուշադրություն դարձրեք բլինչիկի որակի վրա եւ շատերը պատրաստելիս օգտագործում են ջուր, բացատրելով նրանով կաթի ոչ թե կաթի փոխարեն, կաթի հետ ջուր են ավելացնում, բացատրում են նրանով, որ այսպես բլինչիկները երբ որ փաթաթում ենք չեն պատրվում, բայց ինչ պատրվելու մասին է խոսքը, տեսեք, օգտագործել ենք միայն կաթ, նայեք։ Այս լիստը արդեն լավ սառել է, արդեն կարող եմ դնել ափսեի մեջ, շրջում եմ երկրորդը, տեսնենք ժամանակն է, թե ոչ, դեռ ժամանակ կա, այս մեկն էլ եմ շրջում, երկրորդն էլ է պատրաստ, միանգամից տեղափոխում եմ, երրորդն էլ պատրաստ եմ, որ դուք տեսնեք, մնացածը ես կպատրաստեմ արդեն կադրից դուրս, Այստեղ կարևորը, որ շատ հաստ չլինի բլինչիկի լիստը։ Մի կողմից եղավ, շրջում ենք հաջորդ կողմի վրա, իդեպ շատ մարդիկ կան, որ երկրորդ կողմի վրա չեն շրջում, չեն տապակում, բայց ամեն դեպքում այսպես եւ գեղեցիկ է լինում եւ ավելի ապահով է, որ այդ դեպքում, որ փաթաթելու ընթացքում լիստերը չեն պատրվի։ Վերջ սա էլ է պատրաստ, այս մեկն էլ է պատրաստ, հիմա բոլոր լիստերը կթխեմ և կշարունակեմ, հիմա սա նախավերջին բլինչիկի լիստն է, նախավերջին լիստն է, տեսեք ինչ, այստեղ ինչ սար ունեմ ես լիստերի եւ ասեմ, որ այսքան խմորից ես հատուկ հաշվել եմ, հատուկ ձեզ համար հաշվել եմ, ստացվեց 35 հատ լիստ այսքան խմորից, հիմա թխում եմ վերջինը, խմորը այսպես շրջում եմ եւ լցնում եմ թավայի վրա, վերջ, գրեթե վերջ, մնաց թխենք վերջինը և կշարունակենք։ Ահա և վերջ սիրելիներս, տեսեք բլինչիկի լիստերը արդեն պատրաստ են, ասեմ, որ էլ չկրկնվեմ, որ չասեմ հրաշալի են ստացվել, ասեմ, որ բավականին հաջող լիստեր ենք ստացել, տեսեք ինչ գեղեցիկ են, և նորից եմ ասում, ես հաշվեցի, ստացվեց 35 հատ լիստ, տեսեք ինչ բարակ, ինչ նուրբ են ստացվել եւ հիշեցնում եմ, որ կարող եք բաժանորդագրվել խոհանոց.am մեր YouTube-յան ալիքին,
Սեղմեք զանգակը, որպեսզի տեղեկացված լինեք մեր նոր տեսանյութերի մասին եւ լայքեք մեր տեսանյութերը։ Ձեզ հետ է Աննան, կհանդիպենք հաջորդ անգամ եւ կրկին համեղ բան կպատրաստենք։